Ողջույն, սիրելի հետևորդներ ջան, պատրաստում եմ համեղություն։ Այստեղ դուք տեսնում եք նոր սկսվող եռացող ջուր, որը հիմա կանջատեմ։ Այստեղ ժելատինն է արդեն իսկ բացած։ Եվ անմիջապես բոլորը եռացող ջրի մեջ։ Այսպես։ Տեսեք ինչ լավ է պնդվել, հասունացել։ Այսպես գդալով խառնում ենք, որպեսզի լավ տարալուծվի։ Համարյա թե ամենը լուծվել է։ Անմիջապես խառնվում է տաք ջրի հետ։ Հիմա սրան հանգիստ ենք թողնելու, որպեսզի լավ հովանա, բայց չսառի։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, դեռևս երեկվա վլոգից շատերի դե հայտնի, որ ուզում էի համովություն պատրաստել։ Եվ այդ համովության անունն է սառը ուտեստ, որի գլխավոր հիմքը հանդիսանում է խոզի եփած, մանրեցրած, համեմած միսը, գազարով և կանաչիներով։ Այդ ամենը հավաքելու եմ ժելատինի լուծույթով, որ արդեն պատրաստ է։ Շտապել եմ հավաքել առաջի շերտը, սառեցրել եմ 10 րոպե սառնարանում և արդեն պատրաստվում եմ շարունակություն տալ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, շատերի դե հայտնի, որ ժելեով որևէ մի բան հավաքելը շատ երկար ժամանակ է պահանջում, մանրակրկիտ աշխատանք, եթե հատկապես սիրում ենք գեղեցիկ ձևով դասավորություն տալ, որպեսզի վայելելիս ավելի ախորժելի լինի և շոյի մեր աչքը։ Սիրելիներս, հիմա ես կսկսեմ շարունակել հավաքել երկրորդ շերտը և աստիճանաբար ձեզ կմիանամ։ Նախապես ուզում եմ ասել, որ միսը համեմել եմ իմ շատ սիրելի համեմունքներով, կարմիր և սև պաղպաղով, խմելի սունելիով և էլի նմանատիպ մսային համեմունքներով։ Իհարկե այս ամենը սիրողական է, կարող եք դուք էլ ձեր սիրելի մսեղենային համեմունքները ավելացնել, բայց չմոռանաք ավելացնել մեկ ատամիկ ճզմած սխտոր, որն էլ հենց ավելի վառ կդարձնի այս սառը ուտեստի բույրը։ Հիմա ես սկսեմ իմ գործը, որ կարողանամ ավարտին հասցնել և աստիճանաբար ձեզ կցուցադրեմ։ Այս սառը ուտեստը կարծես թե նման է մեր բոլորիս սիրելի խալադեցին, որը հիմնականում պատրաստում ենք խոզի յուղոտ մսից, եթե իհարկե այդ միսը եփվել է իր ոսկորի հետ։ Եթե իր ոսկորի հետ չի եփվում, երբեք ու երբեք չենք կարող ստանալ մեր ցանկալի արդյունքը։ Իսկ ահա այստեղ, քանի որ իմ մոտ միսը առանց ոսկորի էր, ես այդ ցանկալի արդյունքը պետք է ստանամ ժելատինի լուծույթով։ Ահա, որը նույնպես նախորդ վլոգում արդեն նշել եմ, որ ժելատինը ստանում են եղջերավոր անասունների ոսկրածուծային, ոսկորային հատվածներից, հատուկ մշակման եղանակներով։ Հիմա այստեղ արդեն սառել է, տեսեք ինչքան գեղեցիկ է։ Այստեղ համեմի միջուկների այն նուրբ տերևիկներն եմ դրել, որպեսզի շրջելուց հետո շատ գեղեցիկ տեսք ունենա։ Հիմա ես, որպեսզի նորից վերևի շերտը շատ գեղեցիկ լինի և համահունչ գազարի գույնի և տերևների կանաչի հետ, դրա համար արդեն պետք է սկսեմ միսը շարել և նորից պետք է ջոկեմ հատ առ հատ ամենագեղեցիկ կտրվածները։ Ահա։ Եթե նկարելուց, քանդակելուց լավ եք, ապա կարող եք զբաղվել այսպիսի հետաքրքիր ուտեստ պատրաստելով և հատկապես անձրևային եղանակին, երբ որ դրսում ոչինչ չենք կարողանում անել, կարող եք ձեր խոհանոցում այսպիսի գեղեցկություններ պատրաստել։ Ահա։ Եվ այսպես ընտրելով գեղեցիկ կտորները շարում ենք, որպեսզի նորից ժելատինի լուծույթով ամրացնենք։
Այսօր առավոտը լավ արև դուրս եկավ, հետո ամբողջ օրը անձրև, քամի, փոթորիկ։ Մի քիչ այդպես սպասեցի, տեսա, որ չէ, ոչինչ չեմ կարող անել դրսում, որոշեցի արդեն այս գործով զբաղվել։ Արդեն երեկո է մեր մոտ, այստեղ արդեն շատ նրբորեն հավաքել եմ երկրորդ շերտը, ամենասկզբում գեղեցիկ կտորներն եմ դասավորել, այնուհետև լցրել եմ դատարկ տեղերը և հիմա զգուշորեն ավելացնեմ ժելեի լուծույթը։ Այսպես զգուշորեն, թույլ չտալով օդ բարձրանա։ Եթե օդ բարձրանա, ապա մեր ձևավորելը իզուր կլինի։ Այսպես, հավեսով, ժպիտով։ Այս պահին ես ժպտում եմ, սիրելի հետևորդներ ջան։ Կարող եք նման համոզություն պատրաստել փոխարինելով այլ սնունդների, որոնք որ ասենք կասկածում եք իր թե պիտանելիության, թե օգտակարության և թե իրական հումքի վրա։ Այստեղ արդեն հերիք է, թույլ չենք տալիս օդ բարձրանա և այս չափով արդեն տեղափոխում ենք նորից սառնարան և լավ սառելուց հետո շարունակություն կտամ։ Շարունակում եմ զարդարել, սիրելիներս, և արդեն կանաչեղենի հերթն է եկել։ Կանաչին ամբողջը պետք է լցնեմ այս շերտում, այս ձևով, որպեսզի ինքը առանձնանա իր գեղեցիկ կանաչ գույնով։ Ասեմ, որ ամեն բան աչքաչափով եմ արել և կարծես, թե իմ աչքաչափը ինձ չի խաբում, այսպես։ Հիմա արդեն կարող եմ գազարով զարդարել, չեմ մոռանում նաև կենտրոնական հատվածը գեղեցկացնել, այսպես։ Որպեսզի գազարը և կանաչին ամրանա, զգուշորեն նորից ավելացնում ենք ժելեն։ Սիրելի հետևորդներ ջան, ասեմ նաև, որ կանաչուն աղ չենք ցանում, եթե աղ ցանենք, ապա պարզ է, որ կանաչու հյութերը դուրս կգա և այստեղ զարդարանքի մեջ գեղեցիկ չի նայվի։ Սակայն մսին մի փոքր ավել եմ աղ ցանել, որպեսզի այս կարճ ժամանակում, երբ որ դասավորում եմ, քանի դեռ ժելեի լուծույթը գոլ վիճակում է, այդ ընթացքում արագորեն կարող է մսից վերցնել բոլոր համեմունքների համը, իհարկե նաև աղի համը։ Սիրելիներս, կանաչեղենի շերտն էլ փակեցինք գեղեցիկ տեսքով։ Հիմա անցնում ենք գազարով զարդարելուն։ Հանգիստ և զգուշորեն։ Այստեղ արդեն տարբեր չափերի եմ մանրեցրել և որոշակի հեռավորության վրա այսպես դասավորենք։ Չի խանգարի նաև կենտրոնական մասերում այսպես տեղ-տեղ շարել, ինչքան որ կհերիքի, այսպես, որոթեկն ընկնում, ուղղում ենք, որպեսզի նորից ամրացնենք։ Այսօր լավ տեղին անձրև եկավ, շատ եկավ և մի լավ մեր բնությունը ջրվեց։ Պատկերացնում եք, թե կտրած ժամանակ յուրաքանչյուր կտորը ինչքան սիրուն ա լինելու։
Այսպես։ Գազարի վառ գույնը ինչքան է տրամադրություն բարձրացնում։ Իդեպ ասեմ, գազարը ինքնըստինքյան հենց տրամադրություն բարձրացնելու ընդունակություն ունի, թե իր համով, թե իր կրտկրտիկ ուտելով, վիտամինային հարուստ պաշարով, անվերջ կարելի է թվարկել, չէ՞։ Այսպես։ Հոյակապ։ Մեկը մեկին հենելով, քանի որ գազարն էլ եփված է, արդեն կտրելու ժամանակ շատ հեշտ կլինի։ Այստեղ նորից իմ աչքաչափը ինձ չդավաճանեց և մեկ գազարը հերիքեց։ Հիշեցնեմ, որ սա իմ իմպրովիզն է, սիրելի հետևորդներ ջան։ Ընդհանրապես ամեն ինչն էլ տանտիկինը կարող է հորինել։ Այստեղ արդեն քանի որ երկար ժամանակ տևեց, իմ ժելատինի լուծույթը պնդացել է, որի մասին պետք չի անհանգստանալ և հիմա կլցնեմ կաթսան, կգոլանա, որից հետո արդեն այստեղ կլցնեմ։ Կաթսանից մոտեցնեմ։ Եվ դատարկեմ։ Քանի որ եղանակը շատ ցուրտ է, ինչ որտեղ էլ երևի դա է պատճառը։ Եվ արագի մեջ այստեղ կտաքանա։ Այստեղ հետևում եմ, որ չափից շատ չտաքանա և կարող եմ արդեն անջատել։ Կաթսայի տաքությունից արդեն ինքը կհալվի։ Հիմա նորից կլցնեմ այստեղ, որ սա էլ հավաքի։ Մի փոքր էլ այստեղ կխառնեմ, որպեսզի ամեն մի պնդված մասը նորից թուլանա։ Ահա, ստացանք նորից թույլ լուծույթ։ Հրաշալի։ Եվ շարունակում ենք նորից, կարելի ասել, լցոնել։ Սրանից հետո արդեն մնացող մսի կտորները կլցնեմ և ավարտին կհասցնեմ։ Այսպես։ Այս պահին ամբողջությամբ ուշք ու միտքս պատրաստելու մեջ է։ Հենց որ սա էլ փակվի և պնդանա, արդեն հեշտ կլինեմ։ Թափանցիկ։ Շատ է դուր գալիս այս սառը ուտեստը և տանում սառեցնելու։ Սիրելիներս, և այսպես գազարի մանր կտորները ևս ամրացան ժելատինի լուծույթի մեջ։ Ահա, խնդրեմ։ Փայլփլում են գույների համադրությունով։ Ինձ կմնա ավելացնել վերջին շերտը, մսային շերտը։ Ահա։ Եվ անմիջապես առանց դասավորելու դանակի օգնությունով կլցնեմ այստեղ, որպեսզի հատ առ հատ չվերցնեմ ու շարեմ։ Արդեն դրա կարիքը չկա և կարող եմ այսպես տարածել, ամեն դեպքում դասավորություն տալ թեթևակի, որպեսզի ամենքն ընկնեն իրենց տեղը։
Այս սառը ուտեստը շատ է համապատասխանում նաև տոնական օրերի համար, և մինչև որ գազարը քսար չէր սառնանում, այդ ընթացքում նաև ես մի հրաշալի գրառում ստացա իմ հետևորդի կողմից, ով ինձ խնդրեց, որ իր ծննդյան օրը շնորհավորեմ վաղը իմ վլոգի մեջ։ Սիրելիներս, ընդհանրապես կարող եք ինձ նման խնդրանքներով դիմել, ես մեծ սիրով ձեր խնդրանքները կհնչեցնեմ, կապված ձեր ծննդյան օրերի հետ, ձեր ուրախ օրերի հետ, թեկուզ ձեր երեխաների, ձեր թոռների, ձեր հարազատների, և ես մեծ սիրով կշնորհավորեմ։ Սիրելի հետևորդներ ջան, նաև կխնդրեմ, որ բոլորդ միահամուռ կերպով միանաք իմ շնորհավորանքներին, որպեսզի ուրախացնենք մեր էջակիցին։ Շատ հաճելի է, որ այս իմ վարած ալիքը հաշտ ու խաղաղ է ընթանում, և բոլորս հարգում ենք մեկս մյուսին։ Հատկապես շատ է ինձ դուր գալի, որ գրառումների բաժնում նաև դուք եք միանում իրար, հարց ու փորձ եք անում, ծաղիկներ ու սրտիկներ եք ուղարկում միմյանց։ Այդ պահերին, երբ որ ես հանդիպում եմ նման գրառումների, ժպիտը դեմքս է գալիս, և ես ինձ լավ եմ զգում, որ կարողացել եմ այսքան կարճ ժամանակում լավ ընկերներ ձեռք բերել և լավ էջ վարել, թեթև, հանգիստ և իհարկե դրական աուրայով լեցուն։ Իսկ հիմա, սիրելի հետևորդներ ջան, կսպասենք վաղն առավոտյան, որպեսզի շնորհավորենք մեր էջի հետևորդին։ Դեռևս անունը չեմ ասում, որպեսզի վաղը հնչեցնելու ժամանակ ավելի հետաքրքիր լինի։ Ահա, արդեն կարող եմ թեթևակի սեղմել, որպեսզի մսի կտորները դասավորվածությունը ստանան, և արդեն այսպես կարող եմ տարածել առանց գդալի օգնության։ Այսպես հրաշալի, շատ իմ սրտով ստացվեց։ Ամբողջ ժելատինի լուծույթը լցրեցի այստեղ և ավելցուկ չունեցանք։ Եվ իհարկե նորից եմ տանում սառեցնելու։ Եվ այսպիսով ավարտեցի սառը ուտեստը հավաքել այս ամանի մեջ։ Սիրելի հետևորդներ ջան, այս տիպի ֆորմաների մեջ ոչ միայն կարող ենք քաղցր դեսերտներ հավաքել, այլ նաև կարող ենք հավաքել այսպիսի սառը ուտեստներ, որը ձեր հետ միասին պատրաստեցի այսօր։ Շնորհակալություն, որ այս ընթացքում եղաք իմ զրուցակիցը, և ինձ համար էլ այս րոպեները թեթև անցան։ Ինչպես որ քաղցր դեսերտները, այնպես էլ սառը ուտեստները ժելեի լուծույթի մեջ պետք է մնան մի ամբողջ գիշեր։ Հիմա բոլորիդ ասում եմ բարի գիշեր, բարի երազներ, և ձեզ կմիանամ վաղն առավոտյան։ Ողջունում եմ բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան, քիչ հետո աշխատանքի եմ գնալու, սակայն մի փոքր ժամանակ ունեմ շարունակելու երեկվա կիսատ գործս, նաև շատ կարևոր լավ բան ունեմ ասելու։ Նաև չի խանգարի հասցնեմ մի բաժակ սուրճ վայելել։ Իմ սովորության համաձայն սկզբում ջուրն եմ լցնում, մինչև որ սուրճը կուելա, թե խոսքս, թե գործս ձեզ կփոխանցեմ։ Այստեղ արդեն սուրճն եմ ավելացրել, որը 3 էի գնել, և որոշ ժամանակ կհերիքի։ Ամենաարագը ես կասեմ սուրճն ա վերջանում, այսպես։
Սիրելի հետևորդներ ջան, քանի որ սա չի կարելի երկար թողնել այսպես, քանի որ եղանակը նաև տաքանում է, չնայած որ լավ անձրև եկավ երեկ ու գիշերվա ընթացքում մինչև առավոտվա 10-ից մեր մոտ լույս չկար, որն էլ պատճառ դարձավ, որ ես անհանգստանամ, մտածեմ, որ ինչպես կլինի իմ պատրաստած այս սառը ուտեստը։ Արդեն իսկ գիտեք ինչ տարբերակով եմ հանում և շատ բարեհաճող դուրս է եկել, շատ իմ սրտով է և շատ լավ է բուրում։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա չեմ կտրելու, քանի որ հյուրեր եմ ունենալու, բայց ինչևէ, արդեն իսկ հասցրել եմ ֆոտոսեսիայի ենթարկել շորտ վիդեոյի համար, և հիմա կտեղափոխեմ սառնարան։ Նաև ուզում եմ ասել, որ շատ շնորհակալություն, սիրելի հետևորդներ ջան, մի անգամ ձեզ խնդրել էի, որ ուշադրություն դարձնեք նաև իմ շորտ վիդեոների բաժինը, որպեսզի կարողանամ օրերից մի օր էլ ուղիղ եթեր ունենալ ձեր հետ և դիտումները ավելանում են գնալով։ Հիմա նույն տեմպերով կարող եք շարունակել չմոռանալով լայքելու մասին։ Այսպես սիրելիներս, այս գեղեցիկ տեսքն ունի։ Հիմա ես հասցնեմ սրան սառնարան, որպեսզի կարողանամ ավելի հանգիստ խոսքս ասել։ Սիրելի հետևորդներ ջան, շտապեցի այդ սառը ուտեստը սառնարան տեղափոխել, քանի որ չգիտեմ, լույսերը էլի հանկարծ չտանեն ու հատկապես, որ նոր էի հանել եռման ջրով, այդպես տաքի մեջ, դրա համար շտապեցի սառնարան տեղափոխել, քանի դեռ լույս ունենք։ Այստեղ իմ սուրճը արդեն բխբջակներ է առաջացնում և սիրելի հետևորդներ ջան, սպասեմ սուրճն էլ եղա, որ կարողանամ հանգիստ խոսքս ասել։ Սիրելի հետևորդներ ջան, ընդհանրապես շելեով պատրաստած թե քաղցր դեսերտները և թե մսային սառը ուտեստները կարող ենք 2 ժամ թողնել սեղանին, եթե իհարկե ճիշտ կանոններով ենք պատրաստել, բայց այս անգամ ես շտապեցի, որպեսզի հասցնեմ սառեցնել, եթե լավ սառեցված է լինում, ապա հանգիստ ենք լինում։ Այսպես իմ սուրճը եղավ, ջան, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, երբ որ ես երեկոյան վլոգ էի պատրաստում, այդ համեղությունն էի պատրաստում և ժամանակ առ ժամանակ տեղափոխում սառնարան, որպեսզի ժելեն ամրացնի, այդ ընթացքում իմ հետևորդը ինձ գրեց մի հաճելի խնդրանքով, ես էլ իհարկե չէի կարող մերժել, չէ՞ նման բանը, իմ հետևորդը ինձ խնդրել է, որ շնորհավորեմ իր ծննդյան օրը, որն այսօր է։ Անունն էլ իմանալուց հետո արդեն կարող եմ բոլորիդ էլ ներկայացնել։ Իմ հետևորդուհի Մարինեն երեկ ինձ խնդրեց, որ շնորհավորեմ այսօր իր ծննդյան օրը։ Սիրելիներս, երեկ էլ եմ նշել և այսօր էլ ավելորդ չեմ համարի, ձեզ էլ խնդրել, որ դուք էլ միանաք շնորհավորանքներին։ Իսկ հիմա, սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ Մարինեի անգամ դեմքով չեմ ճանաչում և չգիտեմ նույնիսկ, թե որտեղ է ապրում։ Ինչևէ, ուզում եմ ի սրտե շնորհավորանքներս փոխանցել։ Սիրելի Մարինե ջան, իմ ծանոթ և անծանոթ հետևորդուհի, շատ երկար ժամանակ է, որ ինձ հետևում եք, անտարբեր չեք իմ ալիքի նկատմամբ, լայքում եք և ջերմ տողեր եք ուղարկում ինձ։ Հիմա հերթահասել է ինձ և ի սրտե ուզում եմ շնորհավորել քո ծննդյան տոնի առթիվ։ Այսօր լրանում է քո 44-րդ ամյակը, թող որ կրկնապատկվի և էլ ավելանա Աստծո շնորհիվ։ Սիրելի Մարինե ջան, ցանկանում եմ այնքան բարիք, ինչքան ունի ծովը ալիք, ապրեք ուրախ ու երջանիկ, առողջ և խաղաղ երկրում, շրջապատված լինելով քո ընտանիքի անդամների հետ, քո հարազատների, քո բարեկամների, ծանոթ և անծանոթ լավ մարդկանցով։ Սիրելիս, թող միշտ երջանկությունը և հաջողությունը թևածի քո ճանապարհին։ Սիրելի Մարինե ջան, երբ որ կփչեք ձեր ծննդյան տորթի մոմերը, ապա ցանկանում եմ, որ կատարվեն ձեր երազանքները, թող զնգան բաժակները և ես էլ հեռու հեռվից միանում եմ հնչող կենացներին։
Սիրելի Մայնե ջան, թող որ այսօրը ձեր համար միշտ լավ որ հիշվի ամբողջ կյանքում։ Սիրելի հետևորդներ ջան, ես իմ շնորհավորանքները հաղելուց հետո բոլորիդ էլ ասում եմ առայժմ, սուրճս վայելեմ և շտապեմ իմ աշխատանքին։ Մինչ հաջորդ վլոգ։